Առաջինի ուղիղ եթերում դուք դիտում եք ժամը 13-ի թողարկումը, բարև ձեզ։ Պետական այցով Հայաստանում գտնվող Մալթայի ինքնիշխան մարտական ուխտի արքայազն և մեծ վարպետ Ֆրա Մեթյու Ֆեստինգը երեկ այցելել է Մայրաթոր Սուրբ Էջմիածին և հյուրընկալվել ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II-ին։ Խոսելով ուխտի և Մայրաթորի միջև առկա կապերի մասին, վեհապար հայրապետն անդրադարձել է միջեկեղեցական հարաբերություններին, փաստելով, որ հայ եկեղեցին մշտապես սերտ կապեր է ունեցել քույր եկեղեցիների հետ։ Անդրադառնալով հայ առաքելական Սուրբ եկեղեցու պատմությանն ու դերակատարությանը, նորին սրբությունը մասնորաբար ընդգծել է քրիստոնեական հավատքի վրա խարսխված այն զորեղ հավատքն ու անկոտրում ոգին, որով հայ ժողովուրդը դիմագրավել է պատմության ընթացքում իր առջև ծառացած մարտահրավերներին և փորձություններին։ Նորին վսեմությունն իր հերթին ուրախություն է հայտնել Մայրաթոր այցի առիթով, հայոց հովվապետին ներկայացրել ուխտի մարդասիրական ծրագրերը, նաև պատրաստակամություն հայտնել շարունակել գործակցությունը Մայրաթոր Սուրբ Էջմիածնի հետ։ Այս առնչությամբ ամենայն հայոց կաթողիկոսը և Մալթայի ինքնիշխան մարտական ուխտի մեծ վարպետը կարևորել են սոցիալական ոլորտում իրականացվող մարդասիրական ծրագրերը։ Մասնորաբար խոսվել է Հայաստանում ապաստան գտած սիրիահայ ընտանիքների համար կեցության համապատասխան պայմաններ ստեղծելու, ինչպես նաև Ղարաբաղյան հակամարտության պատճառով վիրավորվածներին և տուժածներին հոգատարություն և խնամք ցուցաբերելու անհրաժեշտության մասին։ Մալթայի ինքնիշխան մարտական ուխտի արքայազն և մեծ վարպետ Ֆրա Մեթյու Ֆեստինգը կիրակի այցելել է նաև Սուրբ Գրիգորի Նարեկացի կաթողիկ եկեղեցի։ Նա ծանոթացել է եկեղեցու պատմությանը, գործունեությանն ու առաքելությանը։ Մալթայի ինքնիշխան մարտական ուխտի արքայազնը նաև իր քրիստոնեական պարտքն է կատարել, մասնակցելով Սուրբ և անմահ պատարագին։ Պատարագիչ քահանա Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի և Արևելյան Եվրոպայի հայ կաթողիկեների թեմի առաջնորդի փոխանորդ հայր Մեսրոպ Ծարյագուն թագադիր վարդապետ Ցոլայանն էր։ Հանրապետության նախագահի հետ հանդիպումից հետո նախագահի նստավայրում Սերժ Սարգսյանը և Մալթայի ինքնիշխան մարտական ուխտի արքայազն և մեծ վարպետ Ֆրա Մեթյու Ֆեստինգը զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների առջև հանդես են եկել հանդիպման արդյունքների վերաբերյալ հայտարարություններով։ Հանդիպումն ավարտվել է րոպեներ առաջ։ Նորին վսեմություն Ֆրա Մեթյու Ֆեստինգի խոսքով 900-ամյա պատմության ընթացքում առաջին անգամ է, որ մեծ վարպետն այցելում է առաջին քրիստոնյա երկիր։ Նա կարևորել է Հայաստանի հետ դիվանագիտական կապերի ամրապնդումը, ընդգծել նաև, որ իր պարտականությունն է լինելով այսօր այցելել Հայոց ցեղասպանության հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցելու մեծ ողբերգությանը զոհգնացած հայ նահատակների հիշատակին։ Հանրապետության նախագահի և Մալթայի ինքնիշխան մարտական ուխտի արքայազնի հանդիպումների մասին առավել մանրամասն մեր առաջիկա թողարկումներում։ Պաշտպանության բանակից ստացված հաղորդագրության համաձայն հոկտեմբերի 23-ի լույս 24-ի գիշերը Ղարաբաղի ադրբեջանական հակամարտությունների շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է 50 անգամ, որի ընթացքում տարբեր դրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 900 կրակոց։ Հյուսիսային, հարավային և արևելյան ուղղություններով ադրբեջանական զինուժը կիրառել է նաև Իստիգլալ և SVD տիպի դիպուկար հրացաններ։ Պաշտպանության բանակից հայտնում են, որ մեր առաջապահ զորամասերը լիարժեք վերահսկողություն են պահպանում առաջնագծում և շարունակում վստահորեն իրականացնել իրենց առջև դված մարտական խնդիրը։ Մոսուլի ազատագրման գործողությունը շարունակվում է, սակայն գրեթե ամբողջ բնակչությունը դեռ մնում է ռազմական գործողությունների թատերաբեմ դարձած քաղաքում։ Բնակավայրերը կարողացել է լքել միայն 4000 մարդ։ 100,000-ավոր խաղաբնակիչներ գտնվում են քաղաքի տարածքում, ինչը իրավապաշտպանների համար մտահոգության առիթ է ստեղծում։ Կառավարական զորքերն ընդհուպ մոտեցել են Մոսուլին, հատուկ նշանակության ջոկատները քաղաքից շատ փոքր հեռավորության վրա են։ Կոալիցիոն ուժերը Միացյալ Նահանգների գլխավորությամբ օդից հարվածներ են հասցնում իսլամիստների դիրքերին։ Եթե չհաջողվի խաղաբնակչության մեծ մասին դուրս բերել քաղաքից, հետագա ռազմական գործողությունները կարող են հանգեցնել հումանիտար աղետի։ Մալթայում վթարի է ենթարկվել Եվրամիության օդանավը, որում վթարի պահին միության 5 պաշտոնյա է եղել։ Միության 5 աշխատողն էլ զոհվել է։ Լրատվամիջոցները հաղորդում են, որ պաշտոնյաները աշխատում են Եվրամիության սահմանների պահպանության նորաստեղծ գործակալությունում։ Ներկա պահին փրկարարները փնտրում են օդանավի մյուս 5 ուղևորներին։
Ֆրանսիական Կալե քաղաքում ներգաղթյալների ճամբարի վերաբնակեցում է սկսվել։ Խոսքը ջունգլի անվանումը ստացած ճամբարի մասին է, որտեղ քաղաքից այրամասի բնակիչները բազմիցս անկարգություններ էին դիմել, փորձելով խոչընդոտել միգրանտների բնակեցմանը։ Վատ համբավ ունեցող այս ճամբարի վերաբնակեցումը սկսվել է տեղական ժամանակով առավոտյան 7-ին։ Մի քանի ավտոբուսներով մարդկանց արդեն տարհանել են, բայց քաղաքում դեռ 6-ից 8 հազար ներգաղթյալ կա։ Իրավապահները զգուշացրել են, որ վերաբնակեցնելու են միայն այն միգրանտներին, որոնք Ֆրանսիայում բնակվելու իրավունք են ձեռք բերել, իսկ մյուսներին հեռացնելու են երկրից։ Իշխանությունների փոխանցմամբ ներգաղթյալների վերաբնակեցումը կավարտվի մեկ շաբաթում, սակայն այդ ժամանակը այնքան էլ իրատեսական չի թվում, քանի որ միգրանտները դիմադրություն են ցույց տալիս եւ հորժարակամ չեն լքում իրենց ապաստանները։ Լիտվայում խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլում հաղթանակ է տարել գյուղացիների եւ կանաչների միությունը։ Իշխող սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը զբաղեցրել է միայն երրորդ տեղը եւ ստիպված է լինել համալրել ընդդիմության շարքերը։ Նախնական տվյալներով ագրարայինները Սեյմում 56 մանդատ կունենան, ինչը падգամավորների ընդհանուր թվի 30%-ից ավելին է։ Հաղթող միության նախագահ Ռամունաս Կարբաուսկիսը հայտարարել է, որ չի հավակնում երկրի վարչապետի պաշտոնին։ Հոկտեմբերի 24-ն ամբողջ աշխարհում նշում է որպես Միավորված ազգերի կազմակերպության օր։ Տոնը հիմնվել է 1947 թվականի հոկտեմբերի 24-ին եւ նվիրված է 45 թվականին ՄԱԿ-ի կանոնադրության ուժի մեջ մտնելուն։ Միավորված ազգեր անվանումը առաջարկել է Միացյալ Նահանգների նախագահ Ֆրանկլին Ռուզվելտը եւ առաջին անգամ գործածվել է 1942 թվականին։ ՄԱԿ-ի հիմնական կառույցներն են Գլխավոր ասամբլեան, Անվտանգության խորհուրդը, Տնտեսական եւ սոցիալական խորհուրդը եւ ՄԱԿ-ի քարտուղարությունը։ ՄԱԿ-ի առաջին գլխավոր քարտուղարը նորվեգացի Տրյուգվե Լինն էր։ Ներկայում կառույցը ղեկավարում է կորեացի Պան Կի Մունը, իսկ հունվարի 1-ից գլխավոր քարտուղարի պաշտոնը կստանձնի պորտուգալացի Անտոնիո Գուտերեշը։ Եվ կրկին Հայաստան շարունակվում են հիմնանորոգման աշխատանքները Մարտունի Վարդենիս հանրապետական նշանակության ճանապարհի Զոլակար Վարդենիկ հատվածում։ Շինաշխատանքներն իրականացվում են Համաշխարհային բանկի տրամադրված վարկային միջոցներով։ Ճանապարհահատվածի ասֆալտապատումը նախատեսված է ավարտին հասցնել հաջորդ տարվա ամռանը։ Վերջապես լուծում է ստանում Մարտունի Վարդենիս հանրապետական նշանակության ճանապարհի Զոլակար Վարդենիկ հատվածով երթևեկող հազարավոր վարորդներին մտահոգող խնդիր է։ Այն պայմանավորված էր գրեթե անանցանելի ճանապարհով, որը մի քանի անգամ հարկադրված երթևեկելու դժվարությամբ։ Եվ ժամանակի բավականին մեծ կորուստ էին ունենում եւ միաժամանակ մեքենայի անսարքությունների պատճառեր հանդիսանում ճանապարհների խորթուբորտ վիճակը։ Մշտական անում էր ամեն ինչը, որ փոսերը վերացնեն, բայց անհնարին էր։ Համաշխարհային բանկի կողմից տրամադրված 617 միլիոն դրամի հաշվին այս տարվա հուլիս ամսից սկսած ռազմավարական նշանակության ճանապարհի Զոլակար Վարդենիկ հատվածում իրականացվում են հիմնանորոգման լայնածավալ աշխատանքներ։ Այս ընթացքում տաշվել է ճանապարհի հին ասֆալտի շերտը եւ հարթեցվել բոլոր խորթուբորտությունները։ Իրականացվել են արհեստական կառուցվածքների մաքրման եւ ամրացման աշխատանքներ։ Վերանորոգվել եւ վերակառուցվել է ջրերասման համար նախատեսված կամուրջներ 6 հատ, տեղադրվել է 2 նոր խողովակներ նորից ջրերասման նպատակով, ընթացքի մեջ է այժմ նոր կառուցվող կամուրջը եւ 2 լայնացվող կամուրջները։ Վերանորոգվող հատվածը կազմում է 4334 գծամետր, որից մոտ 2500 գծամետրն արդեն ասֆալտապատվել է։ Շուտով ամբողջովին ավարտին կհասցվեն բոլոր տեսակի հողային աշխատանքները։ Շինարարական կազմակերպության ինժեների հավաստմամբ աշխատանքների ընթացքում առանձնակի ուշադրություն է դարձվում ասֆալտապատման որակի վրա։ Մարտունի Վարդենիս հանրապետական նշանակության ճանապարհի Զոլակար Վարդենիկ հատվածի ասֆալտապատումը նախատեսված է ավարտին հասցնել հաջորդ տարվա հուլիս ամսին։ Սակայն շինարարները գտնում են, որ եղանակային բարենպաստ պայմանների դեպքում հնարավոր է մինչև տարեվերջ ավարտել աշխատանքների հիմնական մասը։ Հասմիկ Շահբազյան, Ֆելիքս Ղազարյան, Առաջին ալիք։ Մոսկվայում 78 տարեկան հասակում վախճանվել է ճանաչված ռեժիսոր, սցենարիստ եւ դերասան հայ կինոյի ամենասիրված վարպետներից մեկը ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ Ներսես Հովհաննիսյանը։ Կինոռեժիսորի երկարամյա ստեղծագործական կյանքի ընթացքում ստեղծված տասնյակ հայտնի ու սիրված ֆիլմերի շարքում է նաև
հայ ֆիլմի ոսկե ֆոնդի լավագույն կինոնկարներից մեկը, Հարսնացուն հյուսիսից կատակերգությունը։ Հովհաննիսյանի հայտնի ֆիլմերից են նաև Ձախորդ Փանոսը, Խոհարարները եկել են մրցույթի, Երջանկության մեխանիկան, Օտար խաղերը, ինչպես նաև Մոսֆիլմում նկարահանված վավերագրական ֆիլմերի շարքը։ Ներսես Հովհաննիսյանը նաև տաղանդավոր դերասան էր ու հանդիսատեսը մեծ սիրով է հիշում նրա դրվագային, բայց չափազանց տպավորիչ դերերը «Ապրեցեք երկար», «Խոշոր շահում», «Մենավոր ընկուզենի» և «Կարոտ» ֆիլմերում։ Եվ վերջում այսօրվանից սպասվող եղանակային փոփոխությունների մասին։ Այսօր արդեն երեկոյան ժամերից, ինչպես նաև հոկտեմբերի 25-ին և 26-ին Հայաստանը լինելու է ցիկլոնի ազդեցության գոտում։ Տեղումները կսկսվեն այսօր երեկոյան ժամերից և կշարունակվեն մինչև հոկտեմբերի 26-ի լույս 27-ի գիշերը։ Դրանք կլինեն ժամանակ առ ժամանակ որոշակի դադարներով։ Հատկապես ինտենսիվ տեղումներ են սպասվում հոկտեմբերի 25-ի լույս 26-ի գիշերը և առավոտյան։ Բացառությամբ Երևանի, Արարատյան դաշտի, Արագածոտնի և Վայոց ձորի նախալեռների, մյուս բոլոր գոտիներում սպասվում է ձյուն, առանձին հատվածներում բուք, մառախուղ, ցածր հորիզոնական տեսանելիություն, առանձին ճանապարհատվածներում մերկասառույց։ Ցիկլոնի ամենամեծ հարվածը կլինի Գեղարքունիքի, Կոտայքի և Վայոց ձորի մարզերի վրա, որտեղ հոկտեմբերի 26-ին առանձին հատվածներում կտեղա 20-ից 25 սանտիմետր ձյուն։ Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 25-ի 26-ը երկրի բոլոր մարզերում կնվազի 8-ից 10 աստիճանով։ Այսքան այս թողարկման համար, կհանդիպենք ժամը 17-ին։